Անջում եմ հրապարակային և անհապաղ հետազոտություն, ըստ իմ ունեցած փաստական վկայությունների, Իգոր Աթայանը, որը ծառայել է Ղարաբաղում 5-րդ պաշտպանական ինտերնատում, 4-րդ գումարտակում, 2-րդ Վաշտի հրամանատար։ Իր պաշտոնն ու լիազորությունները վերածել է հանցավոր կամայականության, բռնության և համակարգված թալանի միջոցի։ Իգոր Աթայանը, ըստ տեղեկությունների, պրախոդը ստացել է Սեյրան Օհանյանից, միջնորդությամբ ռայկոմցի Ռուզիկի ամուսնոց, $500,000 կաշառքի դիմաց։ Ծառայության ընթացքում նա բոլոր զինծառայող վարորդներից ծեծով և սպառնալիքներով խլել է բենզին նրանք, ովքեր հրաժարվել են, ենթարկվել են խոշտանգումների, և նրանց ժամ է սահմանվել, որպեսզի պարտադիր բերեն 10 լիտր բենզին կամ սալյարկա զինվորների ատամի մածուկները։ Ներքնաշորերը և կենցաղային բոլոր պարագաները դարձրել է վաճառքի առարկա զինվորներից խլել է նրանց ամսական հասանելիք 1560 դրամը, ունեցել է նաև ազգական արդի կանոնով, որի մասնակցությամբ իրականացված բռնությունների հետևանքով բազմաթիվ զինվորներ այսօր գամված են սայլակի։ Տղաները, ովքեր անցել են այդ դժոխքի միջով, ինձ վկայում են, որ վախեցել են բողոքել, որովհետև իրենց նկատմամբ գործադրվել է ահաբեկում, նվաստացում և համակարգված ճնշում։ Նրանք բացահայտ ասում են, որ չեն սիրվել, չեն պաշտպանվել և լռեցվել են միայն այն պատճառով, որ հայ զինվոր էին։ Ես պահանջում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից անհապաղ հայտնաբերել Իգոր Աթայանին, բացել քրեական վարույթ և իրականացնել լիարժեք, անկախ և հրապարակային քննություն։ Վկաներ կան, վկաները կբերվեն։ Լռություն չի լինելու։ Սա ոչ միայն կոնկրետ անձի մասին է։ Սա հայ զինվորի նկատմամբ գործված հանցագործությունների մասին է, որոնք տարիներով ծածկվել են և այսօր պարտավոր են բացահայտվել։ Ժամանակն է պատասխանատվության։